Սիրելի հեռուստադիտողներ, ապրիլի 17-ին ժամը 19-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հրավիրում է Առնո Բաբաջանյան համերգասրահի ներքնահարկ ապրող պաստառ մուլտիմեդիա ցուցադրության բացմանը։ Պաստառները պատմում են դարերի ընթացքում իր ակտուալությունը չկորցնող թեմայի, հայ ազգի եւ մշակութային կորուստների մասին։ Այս էլի համահունչ է այսօրվա մեր քիչ առաջ հնչեցրած թեմային, ավելի մանրամասն իհարկե կխոսենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ հյուրերին, նախագծի համադրող Լիա Պետրոսյան, պաստառների հեղինակ Գոհար Գիժլարյան։ Բարև ձեզ։ Բարի լույս, լավ եք։ Ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Մենք էլ շատ մեծ սիրով։ Շնորհակալ եմ։ Մենք արդեն մանրամասներ իմացանք Գոհարը քանի տարեկան է եւ որտեղ է սովորում, բայց իրականում երբ մենք խոսում ենք ազգայինի եւ հայկական մշակույթի մասին, միշտ հիմա արդեն սկսել ենք զարմանալ, որ մեր երիտասարդները դրան ընդառաջ են գնում ու իրենց համար դա կարևոր է ու ակտուալ է։ Հիմա մի քիչ բացենք փակագծերը, ինչ է ներկայացնելու Գոհարը եւ որտեղից է գալիս այդ սերը ազգայինի եւ հայ մշակույթի հանդեպ։ Երևի ժամանակներն են ստիպում, էլի։ Հնարավոր է, այո։ Թեմատիկան պաստառների շարք է, որը համադրվում է անիմացիոն եւ երաժշտական նաեւ դրսևորումներով։ Անիմացիան ով է արել։ Անիմացիան արել է նույնպես երիտասարդ արտիստ Նոնա Յուսպաշյանը։ Ես անդրադառնամ դրան, որովհետեւ իրականում այս նախագիծը սկսվեց նրանից, որ Գոհարը իմանալով իմ փորձառությունը ինձ հարցով դիմեց, որտեղ տպեմ իմ պաստառները եւ ելնելով որ ինքը երիտասարդ արտիստ է, ես մտածեցի պետք է ինչ-որ պոզիտիվ, գուցե գունեղ հա երիտասարդը ինչ կարող է հետաքրքրել, որովհետեւ իսկապես շատ է տարբերությունը տարիքային մեր եւ այս սերնդի միջեւ, երբ ինքը ինձ ուղարկեց, ես տեսա, ես հասկացա, որ դա շատ կարեւոր թեմա է մեր օրերում եւ որոշեցի գնալ եւ տեսնել իրական ցուցադրությունը այս պաստառների շարքը, որը անվանել է կրկնվող շղթա, իր դիպլոմային աշխատանքն է։ Նաթեր Լեմզյանի շրջանավարտել, դա 1 տարի առաջ էր։ Երբ ես տեսա եւ համոզվեցի, որ այո, այս թեման չպետք է ուղղակի 2 ժամ ցուցադրվելուն արժանանա, եւ քանի արդեն ունեմ այս պրակտիկան արվեստի ցուցահանդեսներ համադրելու, որոշեցի, որ այն կարող ենք ներառել մեր ծրագրերի մեջ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի եւ պայմանավորվեցինք, որ այդպես կանենք։ Որից հետո ստեղծագործական միտքս ինձ տարավ դեպի որոնումները եւ ես սկսեցի որոնել նրա դրսևորումների այլ տարբերակները եւ այդպես ես գալիս եմ ձեր հարցի պատասխանին, հա, ով արեց շարունակությունը, ով արեց մնացած մեդիաները։ Ես գտա մեզ թմակիցներ, մեզ խոհակիցներ, մեզ հանցակիցներ մեր կոլեկտիվում, մեր երիտասարդ մասնագետների մեջ, որոնք են Նոնա Յուսպաշյանը, որը այսօր հմտանում է որպես մեր օրալեզվով ասում ենք motion designer, այսինքն շարժապատկերային դիզայներ, եւ նրան նաեւ թեմային մասնակից լինելով որպես կողքից դիտող միացավ Հովհաննես Վարդանյանը, որը մեր sound engineer-ն է, երաժշտական հատվածի, հա, տեխնիկական մասն է ապահովում, եւ ինձ համար նույնպես բացահայտում էր, որ նա ֆանտաստիկ երաժշտություն է գրում։ Եվ նա ասեց ինձ համար ես ընտրում եմ էքսպերիմենտալ ճանապարհը։ Եվ խոշոր իմաստով մեզ համար սա մի հատ էքսպերիմենտալ մեծ ճանապարհ է մեր բոլորի համար, որովհետեւ երիտասարդներից յուրաքանչյուրն իր հերթին մեծ առաջին փորձառության մեջ է հիմա գտնվում։ Առաջին անգամ է Գոհարը անում նմանատիպ մուլտի նախագծին մասնակցում, խմբային ցուցահանդեսների մասնակցել է, բայց այսպիսի մուլտի, որը անընդհատ կենթանի օրգանիզմի նման աճում զարգանում է, եւ եկավ մի պահ, երբ ես մտովի տեսա այս ամբողջ տեսարանը, որը մենք կներկայացնենք ապրիլ 17-ին, եւ այդ պատկերի մեջ, որտեղ մենք պրոյեկտելու ենք նույնայարված աշխատանքը մեծ պատի վրա եւ այդ ապրումը, որ դու կարող ես տեսնել այն ինչ չի շարժվում, նույնիսկ իմ հոդվածը, որը ես ցուցահանդեսին վերաբերյալ գրել եմ, ես իրան անվանել եմ կենթանություն առած պատկեր։ Մենք ձեզ հրավիրում ենք տեսնել ինչպես անշարժ պատկերը, որի մեջ արդեն հեղինակի այդ միտումը, որ նա պիտի թռչի, պիտի ցատկի, պիտի գտնի իր ազատությունը, պիտի ասի իր խոսքը, որ այդ ամենը մենք տեսնենք մասամբ, ոչ ամբողջ մասամբ, դիմացի պատին եւ գտնվենք այսպես, գիտեք, խոհափիլիսոփայական մեկուսացման մեջ ինքներս մեզ հետ, որովհետեւ իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք, դրդում է ճիշտ դրան։ Բայց քանի հյուրը միշտ արժանի է լավագույնին, ես ուզում եմ եւս նշել 2 մեր հանցակիցներից, որոնք մեկը
տեսա ես պերֆորմանսի տեսքով բացման արարողությունը եւ մենք ունենք ֆանտաստիկ մի աղջիկ, որը Մարգարիտան Սարգսյան, որը բավական իրենց սերնդակիցն է, նույնպես էս 20 տարեկանի շուրջ հավաքված է իրենց բոլոր տարիքը, բոլոր երիտասարդները եւ նա ֆանտաստիկ մոտեցում ցուցաբերեց, երբ նա եկավ որ մենք խոսենք, ես ասեցի Մարգարիտա դու պիտի մի բան ինձ հիմա ասես, այս թեման, որով մենք բոլորս ապրում ենք, եթե քեզ չի հուզում, մի ամաչի ասա, որ ասեց ոչ, ինձ շատ հուզում է։ Երբ ինքը եկավ առաջին փորձին, ես պետք է ասեմ, որ ես մենակ էի այն նայում, դե որպես, հա, մարդ, որը պատասխանատու է, որ պիտի ներկայացնի հանրությանը, ես առաջի վայրկյանից փշաքաղվեցի։ Ես մի առաջարկ ունեմ ձեզ, քանի որ ես պաստառները տեսնում էի, բոլորն էին գեղեցիկ, բայց մետրոյի պաստառը որ կար, ես առաջարկում եմ շատ մեծացնենք, մի 200-ը, չգիտեմ 100-ի վրա, ու այս Հալաբյանի այդ հատվածը, որ կա Թումոյի այգուց մի քիչ վերև, այդ մետրոյի կայարանը, որ պետքա կառուցվի, այդտեղ մեծ դնենք, որ մարդիկ հասկանան, որ արդեն կայարանը կառուցվել է, կարան գան մետրոյով այդտեղ իջնեն, որովհետև շատ լավն է։ Շատ հետաքրքիր պաստառին հրավիրեցիք մեր ուշադրությունը, ես կուզեմ երկու բառ հեղինակը Գոհարը ասի, որովհետև ինքը շատ հետաքրքիր առանցքային եւ շղթան կապող եւ պտտող գաղափար է դրել, ես կառաջարկեմ երկու բառ ասի, որովհետև շատ հետաքրքիր է ինքը մեկնում։ Ես չպատասխանեցի նաեւ ձեր այս հարցին, թե ինչն է ինձ դրթել, որ հենց այս թեմայով անեմ իմ աշխատանքը։ Իրականում նախ անձնական պատճառներ կան, իմ եղբայրը կարելի է ասել իմ ոգեշնչման աղբյուրն է եղել ողջ ընթացքում շատ պատճառներով ու իմ համար շատ ցավալի է այն ամեն ինչը, որ մեր երիտասարդները ուշադրություն չեն դարձնում, որը պետք է շատ կարևոր լինի իմ տարիքակիցների համար։ Օրինակ հայրենիքին մի փոքր ավելի ուշադրություն դարձնելը եւ անհանգստանալը հայրենիքի ապագայի համար, որը բայց պետք է ասեմ Գոհարը անասելի շատ է ուշադրությունը դարձնում, ինքը իմ համեստությունն է անում ասելով մի փոքր, ինքը անասելի շատ ուշադրություն է դարձնում եւ այն ապրումները, որը ինքը ունի, ինձ իրականում շատ հիացնում է, որ այս երիտասարդները ունակ են նմանատիպ հայրենասիրության ընկալման։ Եվ դա էր առանցքային թեմաներից, այսօր արդեն իհարկե դարձել է մեզ համար բացառիկ երևույթ, չնայած որ պետք է լիներ սովորական, որովհետև հենց երիտասարդն է, որ սիրում, պիտի սիրի, պիտի պաշտպանի, որովհետև մենք ամրացումը գնալով մեծանում ենք եւ մեր պատասխանատվությունը կամաց թուլանում է այն առումով, որ էստաֆետան փոխանցվում։ Հա, դե արդեն ուրիշ եռանդ է այնտեղ, ուրիշ պատասխանատվություն է, նոր ավելի ամրացում է թարմ զգացողություններ են։ Այս այնքան է մեզ հիմա իրականում պետք, որովհետև ոչ բոլոր երիտասարդներն են այդ ինքնաբուխսերը ունենում իրենց հայրենիքի նկատմամբ։ Շատերը ամեն ինչ անում են, շուտ սովորեն, թողնեն գնան, անընդհատ ինչ որ այստեղից փախչեն, որովհետև, չգիտեմ, այնտեղ ավելի լավ է, քան այստեղ։ Իրականում հետաքրքիր է Դավիթն էլ կփաստի, մեր շատ ընկերներ, ովքեր թողել են գնացել են շատ ու գուցե արդարացի պատճառներով, հետաքրքիր է, որ իրենք հիմա երկար տարիներ այնտեղ ապրելուց հետո ամեն ինչ ուզում են անել, որպեսզի հետ վերադառնան։ Եվ նաև կան իրենց մեջ մարդիկ, ովքեր այո, վերադարձել։ Այ հիմա հետաքրքիր է ձեր եղբայրը ինչ առանձնահատուկ բան կա իր դրսևորման մեջ, որովհետև ասում ինձ բան հոգեհարազատ թեմա է, էլի եղբոր հանդեպ բացառիկ վերաբերմունք ունենալը։ Պատերազմական գործողություններին։ Կամավոր է եղել։ Ոչ, ժամկետային զինծառայող է եղել, եւ այդ ապրումները, որ մենք ունեցել ենք պատերազմի ընթացքում, ուղղակի աննկարագրելի ցավալի էր, ու ես պետք է մի ձև կարողանայի այդ ամեն ինչը իմ մեջից անել ու ընտրեցի արվեստի ճանապարհը, որովհետև դրանով կարող էի արտահայտել իմ զգացմունքները, ու այդ ամեն ինչի մեջով անցավ մեր ընտանիքը ու մեր հարազատները այդ ողջ ընթացքում, ու կարծում եմ իմ մոտ հաջողվեց ու շատ ուրախ եմ, որ նաև կարողացանք այլ ավելի նոր մոտեցմամբ մատուցել այդ ամեն ինչը ու հնարավորություն կունենամ հենց ամսի 17-ին եւ 2 շաբաթ շարունակ ցուցադրել իմ միտքը ու համագործակցությունը երիտասարդ արտիստների հետ։ Այ հնչեց այդ շղթայի մասին, հա, ինչ ես կապում ինչի հետ եւ ինչ ես ուզում փոխանցել, մի քիչ այդ մանրամասն։ Քանի որ կրկնվող շղթա վերնագրել եմ այն պատճառով, որ պատմությունը անընդհատ կրկնվում է, ու քանի դեռ մեր ողջ հայության մասին է խոսքը, մենք չենք պատրաստվում շարժվել առաջ, չենք պատրաստվում ընդունել այն կատարվածը, ինչը կա, համակերպվել իրականության հետ, շղթան անընդհատ կրկնվելու է, ու հենց վերջի այդ գնացքի պաստառը որ կա, այն միտքն է խորհրդանշում, որ ինքը գալիս է
առաջ հետո գնում է էլի հետ, որ պատմությունը նորից վերադառնալու է սկիզբ ու նույնը շղթայի նման անընդհատ կրկնվելու է, քանի որ մենք պետք է դեռ շատ դաս քաղենք մեր պատմությունից։ Գոհար, այ ինչ հետևություն պիտի անենք կամ ինչ պիտի անենք հիմա, որ ցույց տանք, որ մենք հասկացել ենք։ Օրինակ, ինչ ես կարծում եմ ամենակարևորը միասնականությունն է այս պահի դրությամբ, քանի որ նամանավանդ իմ սերնդի, իմ տարիքակիցների շրջանում պետք է միասնական աշխատանք տարվի բոլոր ուղղություններով, քանի որ կարծում եմ մեր ազգը միայն կարող է լինել ուժեղ միասնականության շնորհիվ։ Հիշենք Չարենցին, հա, Եղիշով հայ ժողովուրդ քո իրական ուժը քո միասնականություն։ Եվ ոչ միայն Չարենցին։ Բայց Չարենցը միանգամից միտքս եկավ։ Բոլոր մեծերը դրա մասին էին խոսում ու 100 տարի առաջ էլ հենց խոսում էին այսօրվա մասին, հենց էլի ոչ միասնականության, առհասարակ հաշվի չնստել քո իրականության հետ, կուրորեն նայել ընտրելու դրսում փրկությունը, չէ՞, մենք խոսում ենք տեր ունենալու այդ մոլուցքը կամ փախչելու կամ դրսից տեր ունենալու։ Հետաքրքիր է, մենք առավոտյան խոսում ենք Գոհարինց կուզեմ հնչեցնել այդ, քանի որ մենք շատ ենք անդրադառնում մեր երկրում տիրող իրողություններին ու այստեղ ենք ապրում ու ուզում ենք այստեղ ապրել, որովհետև ես չեմ պատկերացնում, դե այստեղ սովորել ես, այստեղ չգիտեմ, քո մանկությունն է անցել, այստեղ երեխա ես մեծացրել եւ այստեղ դու այն ես ինչ կաս։ Դու դրսում ոչ մեկ ես, եւ ես իսկապես Երևանը շատ սիրում եմ, եւ այդ սերը իրականում, մի անգամ ինձ հարցրեցին որտեղից է այդ հայրենասիրությունը, հետո էլի երկար մտածեցի այդ մասին, որտեղից է։ Եվ հասկացա, որ այդ շրջագայելը հնարավորություն տվեց ինձ գնահատելու։ Այո։ Այն ինչ կա այնտեղ ու այստեղ չկա, այն ինչ որ կա այստեղ ու այնտեղ չկա, եւ դրա արդյունքում է ձևավորվում այդ սերը։ Ու ես մտածում եմ, որ դա շատ ավելի ճիշտ սեր է։ Ուրիշ բան, որ քեզ ուղակի քարոզում են տանը, դու պարզապես մեծանում ես։ Ուրիշ բան, եւ դու ինքնուրույն ես ընտրում այդ սերը։ Այսինքն քեզ ոչ մեկ չի քարոզել, քեզ ոչ մեկ չի համոզել, դու ինքնուրույն ես ընտրել, այնպես ասում ես քեզ զորով չեն ամուսնացրել, դու ինքնուրույն ես։ Հիմա հետաքրքիր է, որ երբ մենք բարձրաձայնում ենք շատ խնդիրներ ու շատերի հետ համաձայն չենք այդ միասնականության բացակայությունը, որ օրինակ անգամ կանայք են, հա, ենթադրենք այդ պառակտումը գցում։ Հիմա ես միշտ խոսում եմ այն մասին, որ ինչի էին տրանսպորտում բարձրաձայնում, որ չէ վճարեք 150, երբ այնտեղ շատ ուսանողներ քեզ նման նստած ու որոշել են, որ այո, պիտի այս գաղափարի շուրջ հավաքվեն ու չվճարեն։ Բայց մեկի արտահայտությունը, մի կնոջ, մի ինչ-որ X մեկի մամայի արտահայտությունը դառնում էր որոշիչ։ Իրենք արդեն սկսում էին մտածել, բայց հա որ հիմա էս էլ է, չէ՞, պառակտման ինչ-որ մի ձև։ Դավիթին օրինակ հարց են հնչեցրել, ինձ էլ, մենակ Դավիթին չէ, չեք վախենում, երբ դուք բարձրաձայնում եք։ Հետաքրքիր է ինձ, որ քո կողմից պատասխանը որպես երիտասարդի, մարդը պիտի վախենա, հասկանալը, որ օրինակ կարող է ունենալ խնդիրներ, երբ ինքը բարձրաձայնում է ճշմարտությունը, թե պիտի տենց հոխորտա ու տենց պնդաճակատ ասում է առաջ գնա, որն է ճիշտը։ Իրականում կարծում եմ ձեր ասած պնդաճակատ իր տեսակետը առաջ տանելու միանշանակ սխալ մոտեցում կլինի, քանի որ ոչ միշտ դեպքերում է մեր կարծիքը միանգամայն ճիշտ լինում, բայց կարծում եմ չպետք է նաև վախենալ սեփական կարծիքը եւ սեփական աշխարհայացքը արտահայտելուց, քանի որ միայն դրա շնորհիվ մենք կարող ենք որպես անհատ եւ որպես լավ հայ կարելի ասել շարժվել առաջ։ Միանշանակ պետք է ուղղակի զգույշ լինել մեր կարծիքը արտահայտելուց, բայց չվախենալ դրա հետևանքներից։ Եվ ուզում հավելել մի փոքր բան, երբ ես միշտ իմ թմակիցներին ընտրում եմ ինտուիտիվ, այսինքն իմ այդ ներքին բնությունը ինձ երբևէ չի խաբում, երբ ընտրեցի եւ հասկացա, հետո երբ օբյեկտիվորեն նայեցի, հասկացա, որ մեր թմակիցներից անգամ այն խմբագիրը, որը նայելու է մեր տեքստը, անգամ ես, անգամ Նոնան, մենք բոլորս մասն ենք այս թեմայի ամենաուղղակի կերպով։ Մեկիս եղբայրը, մյուսի ամուսինը, մյուսի եղբայրը, այսինքն յուրաքանչյուրիս ընկալումը այնքան անձնական, այնքան սրտացավային եւ այնքան, չեմ ուզում ասել կարեկցող, որ խղճահարությամբ չզուգը, ոչ, դրա մասին չէ խոսքը, այնքան սրտացավային է, որ մենք բոլորս անցանք այդ գործին։ Եվ ես պիտի եւս մեկ անգամ ասեմ, կեցե մեր ֆիլարմոնիան, որ ինձ համար մերն է, որովհետև ես նրա մի մասն եմ, որ ոչ մի վայրկյան չխոչընդոտեց, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչվի, աճի, զարգանա եւ
անի շատ ազդեցիկ մի նախագիծ, որովհետև ինքը իսկապես շատ ով կգա բացմանը, կվայելի ազդեցիկությունը իր ողջ ուժով։ Բացի պաստառներից էլ ինչ է լինելու հիմա։ Անիմացիա։ Մենք արել ենք այդ պատկերներից որոշների, մենք ասելով դա մեր Նոնան Յուզբաշյան, Գոհարի աշխատանքների հիման վրա, որովհետև Գոհարի մենք չնշեցինք, որ Գոհարի աշխատանքները իրանք digital art են։ Նրանք համակարգչով ի վերջո իրանք վերջնական տեսքի բերած տպված նյութեր են եւ այդ էլեկտրոնային ելակետերը, որոնք Գոհարը տրամադրեց եւ Նոնան հնարավորություն ունեցավ դրանք շարժի եւ մենք ստացանք այդ էմոցիոնալ պատկերը եւ շարժման միջոցով նա նույնպես պատմում է իր էմոցիան այս ամենի մասին։ Ես հենց այնպես չնշեցի, որ յուրաքանչյուրս ունենք մեր եղբայրը, մեր ամուսինը, որոնք 20 թվից այս կողմ անընդհատ ինչ որ նմանատիպ ճանապարհներով են անցնում։ Եվ մեր Հովանեսը, որը եկավ եւ մեկ ասեց՝ Լիա ջան, թույլ կտակ ես դրանց երաժշտություն գրեմ։ Ես ապշեցի եւ փշաքաղվեցի հուզմունքից եւ անասելի ազդեցիկ է։ Ուզում եմ ասել, որ այդ փունջը արվեստների, որ Ֆիլհարմոնիան չի վախենում այսօր փնջել արվեստները, որովհետև լինելով իր համար առանցքային երաժշտական դրսևորումները, չի վախենում իր հովանու տակ առնել, անել ամբողջ պրոդյուսինգը, տրամադրել վայրը, տրամադրել բոլոր աշխատակիցներին, ամեն ինչով նպաստել, որպեսզի այդ համալիր երևույթը հանդես գա հանդիսատեսին։ Այո, նա ժամանակակից մուլտիմեդիա երևույթ է դառնում։ Այս պաստառները, որոնք մենք տեսանք, իրենք շարժվելու են այնտեղ։ Այո, նրանցից ոմանք շարժվելու են։ Այո, մենք մի քանիսն ենք ներկայացնում։ Ինձ հետաքրքիր է, լավ է ցուցահանդեսը եղավ, հետագայում ինչ նպատակներ կան, ինչ երազանքներ կան, որ ուղղությամբ ենք գնում։ Իրականում ես էլ եմ մտածում այդ հարցի շուրջ, որովհետև չեմ ուզում ինձ սահմանափակել միայն պաստառային արվեստի մեջ, միայն համակարգչային նկարչությամբ, ցանկանում եմ նաև ինքնակատարելագործվել ձեռքով նկարչության ոլորտում։ Իհարկե այս պահի դրությամբ հստակ պլաններ չունեմ հետագայի հետ կապված, ուզում եմ սովորել, ավարտել հաջողությամբ լավ աշխատանք գտնել եւ հետո նաև մտածել ուրիշ ոլորտում ցուցադրությունների մասին։ Այո, երկրորդ շատ շնորհաշատ է Գոհարը, ես հիմա առաջին կուրսում եմ։ Առաջին կուրսում ես։ Այսինքն դու ինչ մասնագիտություն ես մոդելացրել։ Հիմա միջավայրի դիզայն մասնագիտությունն եմ ընտրել, հուսամ մոտս կստացվի, որովհետև իմ համար լրիվ նոր ոլորտ է ու չգիտեմ ինձ ոնց պետք է դրսևորեմ այդտեղ, դեռ նոր է ամեն բան։ Ինչ կփոխեիր Հայաստանում, Երևանում։ Մի հարցրեք, ես ցավում եմ։ Իրականում շատ բան կուզեի։ Ես կարող եմ ձեզ օգնեմ։ Եթե մենք էսթետիկ առումով գոնե խոսենք, շատ չխորանանք, դե փոխելու ասա կարող է շատ բան կա։ Ամենաառաջինը այն, որ քաղաքի տարբեր հատվածներով քայլում եմ, տեսնում եմ ինչ որ աղբետ հապած, ինչ որ տարբեր պաստառներ են կպցրած, կեսը պոկած, կեսը կիսաճղած վիճակում, գետնին ընկած, կարծում եմ ամենաառաջինը կարելի է դրանց ուշադրություն դարձնել, որովհետև ամեն դեպքում քաղաքի էսթետիկական տեսքը միանշանակ փչացնում են այդ երևույթները եւ կարելի է որպես անհատ անցնելուց փորձել գոնե մեզ հանդիպածը վերցնել եւ գցել աղբը կամ չգիտեմ։ Ես չգիտեմ որքանով կհամաձայնեք, բայց այն ժամանակ, երբ շենքերի որոշ, այսպես ասած, դալաններում սկսվեցին նկարվել մեր հայտնի դասական հեղինակների, հա, նկարները ինչ որ համակցված, ինչա դուր էր գալիս, որովհետև մտածում եմ, որ օրինակ եթե մանավանդ որ դալաները շատ անմխիթար վիճակում էին։ Հա, դա անմխիթար էին, հետո այնտեղ հիմա էլ է իհարկե արդեն նորից այդ ամեն ինչը դե այնտենց գունազրկվել, փչացել, չգիտեմ ինչեր ա եղել, այսինքն չեն պահել էլի մի բան որ արվել է, բայց ինչով է դա հետաքրքիր, որ այս տեսակ ձևաչափով օրինակ շրջագայողը հաստատ կարող է օրինակ իմանալ, որ հայը ունի մեծեր, կարող է հարցնել եւ հայը ունի հատուկ վերաբերմունք իր մեծանուն մարդկանց մասին, որովհետեւ այլ կերպ դու կարող ես գալ շրջագայելու, տեսնել շատ գեղեցիկ մշակութային կոթողներ եւ այլն, բայց չես կարող ճանաչել որպես շրջագայող անուններին, հա, այդ աշխարհի։ Եվ այդ աշխարհի անունները մեկ էլ քեզ կտան հնարավորություն հարցնելու ով է, ու դու կհասկանաս, որ հայը լրիվ ուրիշ հարգանք ունի իր հեղինակների հանդեպ։ Այս տեսակ մոտեցումներ, երբ օրինակ պատկերացնում ես, հա, հիմա արդեն որպես մասնագետի աչքով, սա իրականում լավ տարբերակ է, թե դու օրինակ կառաջարկեիր մի քիչ ուրիշ ձևաչափ, որով նախ կտրվեր մարդկանց, երիտասարդներին ու շրջագայողներին ճանաչելու Հայաստանը իր բոլոր գույներով։
Իրականում կարծում եմ ձևաչափը հետաքրքիր է, որ հայ մեծերի, չգիտեմ, առաջինը ստեղծագործություններով, նկարներով փորձենք ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանցի տուրիստներին ծանոթացնել մեր արվեստի, կերպարվեստի հետ։ Իրականում ես դրան շատ դրական եմ նայում, բայց քանի որ ներկայիս ժամանակներում շատ ժամանակ ոչ տեղին են օգտագործում այդ ամեն ինչը եւ շատախոսություն է դիտվում, ոչ թե օգնում է ճանաչողական այդ քայլին, կարծում եմ պետք է ուղղակի շատ մտածել, նոր գործել, որովհետև ամենակարևորը դա է, բայց ինքնին այդ դրսևորումը կարծում եմ օգուտ է բերելու Հայաստանին, Երևանին եւ կօգնի ճանաչել մեր արվեստագետներին, մեր նկարիչներին ամենակարևորը, կարծում եմ դա դրական է։ Տասպած, իհարկե մենք քեզ մաղթում ենք դեռ երկար տարիներ ունես առջևում սովորելու, իհարկե թող որ քո նման երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ու Հայաստանի հանդեպ սիրո մասին են խոսում անընդհատ, այն արդեն որ կմասնագիտանաս ու լիարժեք քեզ կհամարես արդեն ինֆորմացիայի կրող, վստահ եմ, որ դեռ շատ ցուցահանդեսներ կազմակերպելու ես, ասում եմ չգիտեմ ով կլինի կողքիդ, բայց մեկնարկը ոնց որտեղ ված չես սկսել։ Պետք է լինեն տարատեսակ մարդիկ, որովհետև արտիստը որպեսզի զարգանա, նա չպետք է լճանա մեկ թմակցի, մի քանի նույն թմակցի շուրջ։ Ես միշտ դրան եմ տանում բոլոր այն երիտասարդներին, որոնք ինձ հետ ուզում են գործ կամ ունենում են, ասում եմ հաջորդ փուլում փնտրի մեկ այլ թարմիտք։ Մենք միասին լավը արդեն արեցինք։ Օրինակ, հիմա դու կարող ավելի լավն ես գտնում, ես երբևէ դա չեմ բացառում եւ միշտ ուրախանում եմ, որովհետեւ նոր շունչը, նոր միտքը ինքը պետք է նոր միջավայրում էփվի, որպեսզի դառնա շատ ավելի լավ։ Շնորհակալ ենք, որ մեր հյուրն էիք, մուտքն ազատ էիք, ինչպես հասկացա։ Մուտքն ազատ է, մենք ձեզ սպասում ենք 17-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ աշխատանքային օրերին, աշխատանքային ժամերին, բացի այդ, եթե դուք համերգասրահի հյուր եք, եկել եք համերգ դիտելու, ձեր համար նույնպես մուտքը այսպես թե այնպես ազատ է, բայց այդ սրահում եթե համերգի ես եկել, արդեն դու դա նույնպես տեսնում ես։ Այո, համեցեք, մենք ձեզ սիրով սպասում ենք, բայց ամենից շատ սպասում ենք բացման օրը, երբ որ կլինի ամենաազդեցիկ հատվածը մեր միջոցառման։ Փորձենք ամեն ինչ անել ներկա գտնվելու, շնորհակալ ենք, ձեզ հաջողություն ենք մաղթում Գոհար, եւ իհարկե այն որ ասում են խաղաղություն, որ որևէ մեկի ընտանիքում առիթ չլինի երբևէ անցնելու այն ճանապարհը, որով անցել են շատ շատերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր եթերում գովազդ կշարունակենք, հաջորդիվ դեռ էլի ունենք հյուրեր, սպասենք հաջորդ հյուրերի հետաքրքիր նորություններին։